Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած զույգ եղբայրները եւ նրանց հետ եւս մեկ անձ ձերբակալված են։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով այն է խուլիգանությունը եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով այն է պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Տեսանյութում երևում է, որ եղբայրներից մեկը ագրեսիվ վարք է ցուցաբերում, փորձում է ձեռքով հարվածել վարչապետին։ Հարվածը կանխում են վարչապետի անվտանգության աշխատակիցները։ Զույգ եղբայրները Դավիթ եւ Միքայել Մինասյանները սովորում են Երևանի համար 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Ըստ մեր տեղեկությունների, եղբայրները տարեկետման մեջ են։ Վերջիններիս փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, թե եղբայրները դպրոցական են, բայց չի հստակեցնում, որ նրանք չափահաս են։ Նրանց 18 տարեկանը լրացած է։ Հատուկ ընդգծում են վերջիններիս տարիքը, հաշվի առնելով, որ համացանցում տեղեկություններ են տարածվում, իբր ձերբակալված եղբայրներն անչափահաս են։ Մինասյանները տեղում են ձերբակալվել միջադեպից հետո եկեղեցու բակից։ Ընդդիմադիր դաշտը փորձում է արդարացնել եղբայրների վարքը։ Այսինքն կարելի է հարվածի փորձ անել երկրի ղեկավարի հանդեպ, բայց դրա համար չպատժվել, տարակուսում է քաղաքագետը։ Մարդիկ, ովքեր ագրեսիվ հայտարարություններ են անում, մարդիկ, ովքեր կասկածվում են տարբեր խմբավորումների անդամակցելու մեջ, մարդիկ, ովքեր ակնհայտորեն ունեն որոշակի ներուժ հանցանք գործելու, մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու կամ նման ինչ-որ մի բան անելու, շատ լավ է, որ ընդամենը հարվածի փորձերով ամեն ինչ վերջանում է։ Մարդիկ, եթե օրինակ հանեին ինչ-որ զենք եւ կրակեին, դրանից հետո կարող է շատ ավելի վատ իրավիճակում լինեին։ Հոկտեմբերի 27 տեսած երկրում որևէ բան բացառելը ճիշտ չի լինի։ Ղևոնդյանի խոսքով կատարվածը Հայաստանի տեղեկատվական դաշտում առկա ատելության մթնոլորտի հետևանք է։ Որոշ ընդդիմադիրներ հայտարարում են, թե անհրաժեշտ է խնդիրները լուծել բռնության միջոցով, պատժել իշխանության ներկայացուցիչներին։ Որոշ անձանց գուցե նաև դրդում են գնալ այդ քայլին։ Փաստաբանը հայտարարում է, որ Դավիթ եւ Միքայել Մինասյանները որևէ կուսակցության անդամ չեն, քաղաքականության հետ առնչություն չունեն, բայց համահայկական ճակատ կուսակցության Facebook-ի էջում նրանց վերաբերյալ հայտարարություն է տարածված։ Միջադեպի ժամանակ էլ տղաների կողքին էր կուսակցության համահիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Կարևոր չէ կազմակերպված են մարդիկ ուղարկում այդտեղ, թե մարդկանց ուղղակի ներշնչում են եւ նրանք գնում գործողություն իրականացնում։ Եկեք հիշենք Նայիրի Հունանյանի դեպքը հոկտեմբերի 27։ Կան կարծիքներ, որ Նայիրի Հունանյանին որևէ մեկը չէր ուղղորդել, որ նա գնա եւ ահաբեկչություն իրականացնի, բայց նրան անընդհատ ներշնչել էին, որ երկրում կա խնդիր, երկրում խնդիրը տվյալ մարդն է եւ եթե տվյալ մարդը գոյություն չունենա, երկրում այդ խնդիրը կվերանա։ Փաստորեն այդ ներշնչանքը աշխատում է, մենք տեսանք հոկտեմբերի 27-ի դեպքով։ Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Նրա նկատմամբ 2021-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք հոդվածով։ Խոսքը վերաբերում էր Սև լճի մոտ մարտական դիրքերը լքելու անհիմն հրամանին։ Կարապետյանն իր իսկ նախաձեռնած կուսակցության համագումարին մասնակցում էր Ռուսաստանից, դեռ այնտեղ է։ Ռուսաստանը շատ բազմաշերտ երկիր է, նույնիսկ իշխանությունը ինքն է բազմաշերտ Ռուսաստանում, թեև Պուտինը կա, բայց միևնույն է նրա վրա բազմաթիվ ազդեցություններ կան, բայց կարող ենք նշել, որ այո, այս գործողությունները ուղղակի թե անուղղակի, դա արդեն կարևոր չէ, հետևանք են նրա, որ կոնկրետ մեկ երկրից, թեկուզ տարբեր կետերից, տարբեր շերտերից ազդեցություն կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ղևոնդյանի խոսքով եղբայրների քայլը հիբրիդային գործողությունների համատեքստում էլ է դիտարկելի։ Շատ հեշտ է ներշնչանքի միջոցով մարդկանց ուղղորդել հակաօրինական գործողությունների։ Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ես նշում եմ, որ այլ լիդերներ եւ ոչ միայն լիդերներ, նաեւ փորձագետներ, նաեւ հայտնի դասախոսներ, հայտնի եթերներում ելույթ ունեցող անձինք, ովքեր խոսում են այն մասին, որ հարցերը լուծելու են այլ ձևերով, չեն նշում ինչ ձևերով, բայց այլ ձևերով են ասում։ Մարդիկ, ովքեր խոսում են այն մասին, թե եթե Նիկոլ Փաշինյանը փողոց դուրս գա առանց թիկնապանների բռնություն կկիրառվի։ Այդ ամենը միայն զգուշացում չէ կամ ընդհանրապես զգուշացում չէ, այդ ամենը գործողությունների ծրագիր է։ Վարչապետի օրեր առաջ էլ ազգային ժողովի նախագահի հետ կապված միջադեպերը ակնհայտ սպառնալիք ու բռնության փորձ են, ասում է քաղաքագետը։ Իդեպ Ալեն Սիմոնյանի նկատմամբ խուլիգանության հեղինակ Միքայել Մարգարյանը նույն Արշակ Կարապետյանի կուսակցության անդամ է։ Ալեն Սիմոնյանի նկատմամբ տեղի ունեցածը եւ վարչապետի նկատմամբ տեղի ունեցածը նույն հոդվածի տակ են ընկնում, որովհետեւ այնտեղ բռնության սպառնալիք է, այստեղ բռնության փորձ է։ Մանտում քնելու սպառնալիք տեղալը դա ընդհանրապես ասել չէ։
դա ակնհայտ բռնության սպառնալիք է մարդու նկատմամբ, որովհետև առանց դատարանի որոշման մարդուն հայտարարել թե դու բանտում ես քնելու, դա նշանակում է սպառնալ, որ քո նկատմամբ անօրինական բռնություն են իրականացնելու։ Քաղաքագետի գնահատմամբ ժողովրդավարական ցանկացած պետությունում էլ նման արարքը համարվում է շատ լուրջ հանցագործություն։ Ավտորիտար երկրներում ուղղակի հենց տեղում կգնդակահարեին նման բան փորձող մարդկանց, այդ թվում Ռուսաստանում ռուսամետների սիրելի երկրում, հենց տեղում նա կգնդակահարվեր այդ մարդը, որը կփորձեր նույնիսկ մոտենալ բռնության փորձի մասին չեմ խոսում։ Ժողովրդավարական երկրներում սովորաբար նման գործողություններ իրականացնողները դատապարտվում են երկարաժամկետ բանտարկության, մեկուսացվում են հասարակությունից, որովհետև ակնհայտ է, որ եթե այս անգամ չստացվեց, նրանք ոչ մի պատիժ չստանան, հաջորդ անգամ նորից են նման բան կրկնելու։ Մերի Խաչատրյան, Մահեր Կիրակոսյան, լուրեր։